Էրիկա Պետրի, Ռաֆինյայի կամ Յամալի մոտ խնդիրներ լինեն, ջուդն էլ ժամանակ առ ժամանակ ծռվում է։ Մորինյոն Պավլիդիսին է պատվալում տպել է երևի։ Իհարկե փողը շատ բան է որոշում։ Ու մեր Ջիջին դեռ չէր հասցրել վայելել, բա ինչքան կարելի է մենակ ծուղուտել։ Բուդիո Գլիմտ, Սառույց, Քամի եւ Պեպ Գուարդիոլայի ամենացավոտ Արսենալը 24-7 աշխատեց, որ 7-ից 7 հաղթանակով տեղը ապահովի։ Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը, ողջույն բոլորին։ Մեր ընտրանին 2-1 հաշվով հաղթել է Ուկրաինային, թող որ այսպես հաղթելով, խզարելով գնան մինչև վերջ։ Հարաբերականության սկզբունքով կարելի է ասել, որ այսօր փոքր թիմեր չկան։ Դա ապացուցեց Նորվեգիայի հյուսիսում գտնվող մի քաղաքի թիմ, որն ասեց. Մանչեսթեր Սիթին էլ է մարդ, կարելի է հագցնել։ 50,000 բնակչություն ունեցող քաղաքի թիմը շատ մեծ զարգացում է գրանցում հենց մեր աչքի առաջ։ Բուդիո Գլիմտ, Սառույց, Քամի եւ Պեպ Գուարդիոլայի ամենացավոտ եվրոպական գիշերներից մեկը։ Հոլանդը որպես նորվեգացի ցրտին սովոր մի հատ վիկինգ ասել էր՝ «Արա նայեք հեսա ինչ ենք անում, սատկացնում ենք ուղակի»։ Ինչ YouTube ալիքա բացել դարելա գոլային իմպոտենտ։ Սիթին գալիս էր որպես ակնհայտ ֆավորիտ։ Տրանսֆերային արժեքը անհամեմատելի, Գուարդիոլան, Հոլանդը, եվրոպական խաղերի մեծ փորձը, իսկ մյուս կողմից Բուդիո Գլիմտ, համեստ ակումբ, արհեստական խոտ, -1 աստիճան, եւ թիմը, որը վերջին տարիներին ապացուցում է, որ ինքը ընդհանրապես նվեր չի։ Սա այն խաղերից էր, որ Սիթին պետք է հաղթեր կարգի հաշվին, բայց հանդիպեց մի թիմի, որը սովի զգացումով էր խաղում։ Բա ինչքան կարելի է մենակ ծուղուտել։ Սիթին շատ ակտիվ է սկսում խաղը, վերցնում է գնդակը, փորձում է տիրապետել, իսկ տանտերերը սպասում են եւ բում։ Արագ գրոհի Սիթիի պաշտպանությունում խառնաշփոթի արդյունքում Կասպեր Հյոգը գոլի հեղինակը դառնում։ Այս գոլից հետո մեր շրամին համեմատում են բալետ պարող աղջկա հետ։ Մենք ավելի հեռուն ենք գնացել։ Ու մեր Ջիջին դեռ չէր հասցրել վայելել հանդիսատեսի ծափողջույնները։ Բուդիոն, ասեմ ավելին, նույն ֆուտբոլիստը կրկին 2 րոպե անց գոլի հեղինակ դարձավ։ Գուարդիոլային կարելի էր վերցնել, ոտքերը տնկած։ Այդ պահին երևի Սիթիի պաշտպանները մտածում էին. մենք Նորվեգիայում ենք, թե այրվում ենք դժոխքի սարսարանում։ Իհարկե, Սիթին փորձեց վերադառնալ 3-0-ից հետո, Ռայան Շերկին հեռահար հարվածով գոլ խփեց, բայց միայն այդքանն էր այդ օրը Սիթիի համար։ Դա էլ հերիք չէր, 62-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով հեռացվում է Ռոդրին։ Ու դուք տեսեք, այս խախտումները Ռոդրիի կատարմամբ եթե իրականություն են, Սիթիի վիճակը շատ տխուր է։ Այս սառը ձնախառն ցնցուղից հետո Գուարդիոլան խոստովանեց, որ թիմը խայտառակ վատ խաղաց։ Հոլանդը խոստովանեց, որ ամոթալի պարտություն էր էն էլ իրենց տանը։ Ասում եմ տենաս գոնե տուն հասցրեց մտնի։ Ու այդքանից հետո ասում են, մի քանի ֆուտբոլիստներ Մանչեսթեր Սիթիից որոշել են իրենց երկրպագուների ճանապարհածախսը, որոնք Մանչեսթերից եկել էին Նորվեգիա, փոխհատուցեն 374 հոգու։ Ինչ են արել։ Որպես ներողություն վճարել են ֆուտբոլասերների ծախսերը։ Ու լուրջ այդ միլիոնատեր տղերքը լուրջ նստել ասել են, ախպեր, դե հիմա ինչ ենք անում։ Օրինակ, Շերկին ասելա, ես նոր եմ եկել, չեմ կարա գծվեմ, Հոլանդը ասելա, պատիվ տալու տեղը իմ վրա, մեր երկիրն է, Սիլվան ասելա, ես թոշակառու եմ, էլի ամեն ինչ ջարդվեց այդ Դոնառոմայի գլխին։ Շատ էլ որ բալետ էր պարում տղենարա։ Արի մենք տանք այդ փողը։ Հենց մեր միլիոնատեր հետևորդները միանան Patreon-ին, անպայման կտանք։ Լինկը ներքևում է։
Իհարկե փողը շատ բան ա որոշում։ Դա չնկատել կամ հերքելը անիմաստություն կլինի։ Պարզապես ավելի քիչ բյուջեով, բայց գեղեցիկ, լավ, տեղին, թիրախային կառավարումով կարելի է շատ մեծ հաջողությունների հասնել այսօր։ Այդ ամեն ինչի հնարավորությունը կա ու շատ է։ Եվ վերջապես հիշեք, մի քանի տարի առաջ նույն Բուդյո Գլիմտը խաղում էր Փյունիկի հետ։ Եվրոպա լիգայի նախնական փուլերն էր կարծեմ։ Ու հիմա մի քիչ էլ ու շատ մեծ հավանականությամբ նրանք կարող են լինել Չեմպիոնների լիգայի փլեյօֆում։ Բա Ինչևէ, հիմա առաջարկում եմ ծանոթանալ առաջիկա խաղերին, որից հետո կրկին ավանդական հակահերոսներն ու հերոսներն են ու բոնուս Բարսելոնայի եւ Ռեալի տեսքով։ Հունվարի 24-ին Անգլիայում Մանչեսթեր Սիթին կընդունի Վուլվերհեմփթոնին, իսկ Լիվերպուլը հյուր կգնա Բորմութին։ Հունվարի 25-ին տուրի խաղը Արսենալ Մանչեսթեր Յունայթեդ, Իսպանիայում Վիլյարեալին հյուր կգնա Ռեալ Մադրիդը, Ռեալ Օվիեդոին էլ հյուր կգնա Բարսելոնան։ Իտալիայում միանգամից երկու բոմբ խաղ՝ Յուվենտուս Նապոլի եւ Ռոմա Միլան։ Մուրինյոն Պավլիդիսին պատվալում տպել է երևի։ Ինչի՞։ Բալը նայ։ Յուվենտուսը Բենֆիկայի հետ խաղում երևի է սեզոնի լավագույն խաղերից մեկն անցկացրեց, հաղթեց 2-0 հաշվով ու ոնց որ կամաց կենթանության նշաններ է ցույց տալիս։ Ատլետիկոն շարունակում է իրեն պահել քաղաքականության պես, անկայուն է։ Հիմա էլ չկարողացան հաղթել Գալաթասարայ։ Թորրորդ րոպեին տրեների տղեն Ջովանի Սիմեոնեն բացեց խաղի հաշիվն ու վերջ ախպերջան։ Նենց ստացվեց, որ Գալաթասարայը ոչ մի գոլ չխփելով այդ խաղում չպարտվեց, ոչ ոքի խաղաց։ Մարկուս Լորենտեն գրավեց սեփական դարպասը։ Բայն Օսիմենը ինչի էր տես ճղում իրան։ Ես իմ երևի մտածում էր, որ տենց անի իրա վրա կգրեն գոլը։ Ֆուտբոլը ամենադեմոկրատիկ մարզաձևն է, հուսով ենք այն կմիավորի աշխարհը աշխարհի առաջնության ժամանակ։ Առաջին հայացքից շատ լավ դրական խոսքեր են, աշխարհը միավորելու կոչ, բայց իմ կարծիքով այստեղ սրա տակ մի քիչ ավելի ուրիշ բան կա։ Ովքեր հետևում են, տեսնում են, թե Դոնալդ Թրամփին ինչպես են սարքում աշխարհի թիվ 1 խաղարարը։ Արա նա սպիտակ աղավնի է։ Գուցե իրոք նա խաղաղություն է բերում աշխարհին։ Ես դրա դեմ բան չունեմ, բայց չգիտես ինչի ինձ թվում է ինքը ֆուտբոլը իր ձեռքում դարձրել է գործիք ու դա ինձ հեչ դուր չի գալիս։ Սա պարզապես ենթադրություն է ու հուսով եմ, որ ֆուտբոլը հիմա անկախ է ավելի շատ, քան երբևէ։ Կազիմիրոն հայտնեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մանչեսթեր Յունայթեդից։ Բրազիլացին իհարկե ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց մի քիչ սխալ ժամանակահատվածում հայտնվեց Մանչեսթեր Յունայթեդում, չնայած դրական նոտաներ եղան, ինչպես վերջին շրջանը։ Ու եթե մրցաշրջանի մնացած հատվածն էլ հաջող անցկացնի, ապա նրա մանչեսթերյան կարիերան մեծ մասամբ կարելի է ստացված համարել, չնայած փուխլիկ թուշիկները։ Անհավանական հաղթանակի հասավ Սպորտինգը լիգայի գործող, ավելի ճիշտ արդեն դժվարությամբ գործող չեմպիոն Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում։ Ֆրանսիական մեխանիզմը տեղի տվեց, իսկ դրա մեջ ժանգ լցրեց Լուիս Սուարեսը։ Կծելա Դեմբելեի բոդը, արա դու էլի անցյալով ես ապրում։ Սա ուրիշ Լուիս է, սա չի կծում։ Սա մենակ խփում է։ Կոլումբացի 28-ամյա հարձակվող, որը 2 անգամ խոցեց Շևալիեի դարպասը։ Շատ խողմ ստացվեց երկրորդը, թե ուր էր հետ մղում գնդակը երկրորդ հարվածի ժամանակ, մենակ ինքը գիտի եւ բոլորս։ Արսենալը 24-7 աշխատեց, որ 7-ից 7 հաղթանակով տեղը ապահովի Չեմպիոնների լիգայի փլեյօֆում։ Զինագործները ոչ մի շանս չտվեցին Ինտերին, չնայած Սուկիչի ֆանտաստիկ գոլի։ Սուչիչ, արհոդո գիժ չես։ Կներեք։ Իսկ Գաբրիել Ժեզուսը ուղակի թրջկոտում էր դաշտում, նա դուբլի հեղինակ դարձավ։ Ու խնդրում եմ չխաբնվել նրա տխուր դեմքին, իրականում նա շատ ուրախ է։ Ինչ անենք, որ մայր բնությունը նրան զավացկոյ նաստրոյկաներով
տխուր է դարձրել։ Ժամանակավոր պոտենցիայի խնդիրը Արտետան շատ լավ կարողացավ ուղղել եւ ամեն ինչ կրկին աշխատեց։ Կարելի է ասել Միկելը նաեւ շատ լավ ուրոլոգ է։ Կիլիան Մբապեն վերջապես երկար դադարից հետո կրկին հանդիպեց իր հարազատ ակումբին Մոնակոին, որտեղ քայլել է սովորել, որտեղ խոսել է սովորել, երբ ընդամենը բլբլում էր։ Անգամ story արեց խաղից առաջ, թե բա տեսեք ինչ ուրախ եմ։ Ու այդ ուրախությունը ընթացավ խաղի ընթացքում, հետո ինչպես չուրախանաս, եթե գերազանցել ես գոլերով Ռոնալդոին։ Մոնակոին 550 գոլ ա խփել։ Այ Ռոնալդո Նազարիոյի մասին է խոսքը։ Վերադառնանք Ռեալին, որը անբարեհաճ գտնվեց Մոնակոյի նկատմամբ, անցավ ֆրանսիական ակումբի վրայով։ Վերջապես տեսանք գրոհող, գոլ խփող, խաղից հաճույք ստացող Ռեալի։ Գոլ խփեց Վինիսիուսը, անգամ Բելինգեմ։ Տոնելը տեսել ես Ջուդի։ Արի մյուսներին էլ ցույց տանք։ Why did Bellingham celebrate like that after his goal? Bro is literally a walking Այս տոնումը մարդկանց ստիպեց կարծել, թե Բելինգեմը ցույց է տալիս, թե ինչպես է անցկացնում իր գիշերները ցերեկային ակումբներում։ Իսկ Ջուդը ասաց, որ պետք չի հավատալ ամեն հիմարության։ Ինքը խմում է միայն ցերեկվա ընթացքում գիշերային ակումբներում ու միայն բացառությամբ ոչ ալկոհոլային օղի է օգտագործում։ Կատակ եմ անում իհարկե, նա իսկապես շատ պրոֆեսիոնալ է, բայց պրոֆեսիոնալն էլ մարդ է ու շատ հնարավոր է Ջուդն էլ ժամանակ առ ժամանակ ծռվում է։ Բարսելոնան էլ ծռվել էր դեպի Չեխիա, որտեղ այս օրերին շատ ցուրտ է ու տաքանալու միակ միջոցը գարեջուրն ու չեխ աղջիկներն են։ Ասում են նենց են տաքացնում, որ դաժե այրվածքներ է առաջանում։ Դեպը ասենք առանց դրա ոնց կարող էր իսպանական արևին սովոր Ֆերմին Լոպեսը դուբլի հեղինակ դառնալ ու ընդհանրապես դառնալ խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Ռոբերտ Լևանդովսկին որտեղից այդքան էներգիա, որ միած սկզբից իր դարպասը գրավեց, հետո մի հատ մրցակցինը գրավեց, մի բան էլ ասում են խաղից հետո գնացել է մի քիչ էլ լիցքավորվելու։ Բայց պաշտպանները ոնց սառած կային, տենց էլ սառած մնացին։ Թե ինչի նրանց աչքը չբացվեց, այդպես էլ պարզ չեղավ։ Բայց եթե այսպես շարունակվի ու առաջիկա օրերի ընթացքում նրանց աչքերը այդպես էլ չբացվի, լավ չի լինելու Բարսայի պաշտպանության համար։ Բա տեսար Պետրին պարկեց։ Կյաժի էր։ Շնորհք։ Տղեն վնասվածք է ստացել։ Ոյ, սպասի նայեմ։ Չգիտեմ Ֆլիկի այս ռեակցիան իրոք Պետրիի վնասվածքին էր վերաբերվում թե ոչ, բայց հաստատ արժեր տենց ռեակցիա ցույց տալ, որովհետև իսպանացին դուրս է մնացել 1 ամսով։ Սա կռոսի կռոցն էր, էլ մի ասա։ Հերիկա Պետրիի, Ռաֆինյայի կամ Յամալի մոտ խնդիրներ լինեն ու Բարսան կթռնի։